Ողջույն, ես HR փորձագետ Լիլիթ Հակոբյանն եմ և սա «Ինչու HR» հաղորդաշարի երկրորդ թողարկումն է։ Ժամանակակից ձեռնարկություններում ընթանում են դինամիկ գործընթացներ կապված անձնակազմի հետ, հաստիքների համալրում, աշխատակազմի ուսուցում և վերապատրաստում, վարձատրություն, պարգևատրում, կատարողականի գնահատում և այլն։ Կազմակերպությունները փոփոխվում են, ենթարկվում են կառուցվածքային վերադասավորումների, օպտիմալացման և այլ գործընթացների։ Ուսումնասիրությունների համաձայն ձեռնարկություններում վարձատրություններին, փոխհատուցումներին և տարբեր սոցփաթեթներին հատկացված գումարները կազմում են կազմակերպության բյուջեի մինչև 60, իսկ շահույթի 40%-ը։ Սակայն ղեկավարներն ու կառավարիչները հաճախ դժգոհում են իրենց կազմակերպության աշխատանքի որակից, իսկ ավելի կոնկրետ աշխատակիցներից։ Շատ ղեկավարներ համոզված են, որ իրենք անում են իրենցից կախված ամեն ինչ, բայց միևնույն է, շատ բան փոխել չեն կարող։ Մեզ մոտ ուրիշ է, արտահայտությունը լսել եմ ամեն երկրորդ գործատուից։ Սակայն ընդունելով, որ անձնակազմի գործունեության հետ կապված առկա են խնդիրներ և բարելավման կարիք է զգացվում, ապա շատ հաճախ չկա հստակ պատկերացում, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչից սկսել, կառավարման ինչպիսի գործիքակազմ ընտրել հաջողության հասնելու համար։ Վերջերս ձեռնարկություններից մեկի գործադիր տնօրենը ինձ ասաց, որ փորձում է համոզել բիզնեսի սեփականատերերին, որ ներդրումներ կատարեն ոչ միայն տեխնոլոգիաների, այլ նաև աշխատակիցների զարգացման մեջ։ Բայց արդյոք պետք է միջոցներ ներդնել այդ ուղղությամբ։ Եթե այո, ապա ինչպես առավելագույն օգուտ քաղել դրանից ողջ բիզնեսի հաջողության համար։ Անձնակազմի կառավարման հարցերն ու խնդիրները հասցեագրելու և գործուն լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է ունենալ աշխատակազմի կառավարման այնպիսի համակարգ, որը հիմնված է հստակ մոտեցման և քաղաքականության վրա։ Այն կոչվում է մարդկային ռեսուրսների կառավարում, կրճատ ՄՌԿ, անգլերեն HRM։ ՄՌԿ-ն բնորոշում է տվյալ կազմակերպությունում անձնակազմի կառավարման հարցերին ուղղված փորձառությունը և նպաստում է աշխատակազմի արդյունավետության ապահովմանը։ Միևնույն ժամանակ ՄՌԿ-ի նպատակն է հասնել կազմակերպության մրցակցային առավելությանը աշխատուժի ռազմավարական զարգացման միջոցով։ Ընդունված կարծիք կա, որ եթե տեխնոլոգիաները, ռազմավարությունը և այլ ատրիբուտներ կարելի է ընդօրինակել, ապա ստեղծարարությունը, փորձագիտությունը, մարդկանց հանդեպ նվիրվածությունը և աշխատակիցների հանձնառությունը որակներ են, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է ունենալ առավելություն մրցակիցների նկատմամբ։ Նույնիսկ այն ձեռնարկություններում, որտեղ աշխատում են բարձր ստանդարտացման կամ ավտոմատացման մոդելով, ասենք արտադրական գործարանները, որոնք նախընտրում են ծախսերի խնայողությունը, աշխատակիցները դարձյալ որոշիչ դեր ունեն արդյունավետության ապահովման, խնդիրների լուծման և փոփոխություններին հարմարվելու առումով։ Իսկ եթե ձեռնարկությունում չկա պաշտոնապես ընդունված ՄՌԿ քաղաքականություն կամ HR հարցերով հատուկ ստորաբաժանում, ապա միևնույն է, գործում է դե ֆակտո HR կառավարման պրակտիկա։ Այդուհանդերձ, կառավարման տեսությունն առաջարկում է այսպես կոչված ՄՌԿ տիպային մոդելներ, որոնք կարող են օգնել ղեկավարներին հստակեցնել անձնակազմի կառավարման ուղղված իրենց մոտեցումը կամ քաղաքականությունը։ Դրանք են ՄՌԿ փափուկ, կոշտ և ռեսուրսների հենքի վրա կոչվող մոդելները։ ՄՌԿ-ի փափուկ կամ անգլերեն best practice լավագույն փորձ կոչվող մոդելի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ աշխատակիցները ստեղծում են մրցակցային առավելություն։ Հետևաբար, եթե նրանց ներգրավես, լավ վարձատրես, ապա նրանք պատրաստ են ներդնել իրենց ողջ ներուժը և ցուցաբերել հանձնառություն։ Իսկ հանձնառության վրա հիմնված ՄՌ կառավարումը նպաստում է նորարարությանը, արտադրողականության բարձրացմանն ու հոսունության կրճատմանը։ Դրանից բացի, ՄՌ արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է, որ անձնակազմին առնչվող ռազմավարական որոշումները շաղկապված լինեն բիզնեսի ընդհանուր նպատակների հետ և բարձրագույն ղեկավարությունը դա երաշխավորի։ Նաև հատուկ կարևորություն է տրվում միջին օղակի ղեկավարներին, որոնք իրենց ամենօրյա գործունեության ընթացքում փաստորեն HR կառավարում են իրականացնում։ Փափուկ մոդելի հեղինակները գտնում են, որ կազմակերպության մշակույթը առանցքային լծակ է, քանի որ այն կարող է նվազեցնել կոնֆլիկտները, համախմբել հիմնարար արժեքների շուրջ, դրանով նպաստել աշխատակիցների հանձնառության մակարդակի բարձրացմանը։ Հաջորդ մոդելը, որը կոչվում է կոշտ կամ անգլերեն best fit լավագույն համապատասխանություն,
Հիմնված է այն գաղափարի վրա, որ արտաքին համատեքստի գործոնները, օրինակ, աշխարհում կամ տվյալ երկրում առկա քաղաքական, տնտեսական, հասարակական, տեխնոլոգիական իրավիճակները ազդում են կազմակերպության ներքին համատեքստի վրա։ Այն է կազմակերպության մշակույթը, կառավարման որակը, տեխնոլոգիական եւ տեխնիկական հագեցվածությունը, որն էլ իր հերթին ներգործում է բիզնեսի ռազմավարության եւ HR կառավարման համատեքստի ձևավորման վրա։ HR կառավարման համատեքստում տեղ են գտնում այն հարցերը, որոնք պարզաբանում են, թե ինչ ազդեցություն ունի HR ռազմավարությունը կազմակերպության մշակույթի, առաջնորդության զարգացման, աշխատանքի արդյունավետության վրա, կամ ինչպես է HR արտահայտում կազմակերպության արժեքներն ու ինքնությունը։ Օրինակ, եթե կազմակերպությունն արժևորում է աշխատակիցների մասնագիտական աճը, ապա այն գումարներ չի խնայում զարգացման ուղղված ծրագրերի վրա։ Իսկ եթե կարևորում է ծախսերի խնայողությունն, ավելի ավանդական մոտեցում է ցուցաբերում փոխհատուցումների եւ արտոնությունների հարցում։ HR համատեքստն էլ ըստ էության ձևավորում է ՄՌԿ բովանդակությունը։ Ավելի պարզ, HR ընթացակարգերն ու մեխանիզմները, օրինակ ընտրություն, համալրում, ուսուցում, վերապատրաստում, վարձատրություն, պարգևատրում եւ այլն։ Վերջապես երրորդ ռեսուրսների հենքի վրա կոչվող ՄՌԿ մոդելի համաձայն ձեռնարկության ռեսուրսներն ու կարողություններն են ստեղծում մրցակցային առավելություն։ Այս մոդելի ուշադրությունն ուղղված է դեպի ձեռնարկության ներսը։ Այն խրախուսում է, որ տվյալ կազմակերպությունը ինքը որոշի HR մեխանիզմների օգտագործման իր ուրույն մոտեցումը, յուրաքանչյուր աշխատակցից ստացվող կապիտալը մեծացնելու համար։ Թեև այդ բոլոր մոտեցումները կամ մոդելները բիզնեսում գործում են զուգահեռաբար, ուստի շատ քիչ կազմակերպություններ են որդեգրում կոնկրետ մեկ տիպի քաղաքականություն։ Ավելի հաճախ կազմակերպությունները ձգտում են ունենալ հանձնառու եւ ներգրաված աշխատակիցներ, որդեգրելով այնպիսի գործելավոճ, որը կարող է հատուկ լինել այս կամ այն մոդելին։ Այդ եւ այլ HR թեմաների մասին առավել մանրամասն մեր առաջիկա թողարկումներում։